Կենգուրու 2009 սատրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված միջազգային մաթեմատիկական մրցույթ է, որը հանրապետությունում կմեկնարկի մարտի 19-ին։ Միջազգային ամենազանգվածային մաթեմատիկական մրցույթին Հայաստանը կմասնակցի աշակերտների աննախադեպ թվով։ 585 դպրոցի 30,000 աշակերտ, 2008-ի 700-ի փոխարեն։ Մրցույթի նպատակն ըստ կազմակերպիչների այբ կրթական հիմնադրամի ղեկավարների մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրությունն առաջացնելն է, որպեսզի առարկան առավել սիրելի և գրավիչ դառնա։ Մրցույթն անցկացվելու է կրթօջախներում չկան մասնակցության հատուկ նախապայմաններ, երեխաներից չեն պահանջվում հատուկ գիտելիքներ և առարկայի փայլուն իմացություն, քանի որ այս դեպքում առաջնային է ոչ թե մրցակցության, այլ աշակերտների շրջանում գիտելիքի հանդեպ հետաքրքրության գաղափարը։ Մրցանակները հավաստագրերի և հուշանվերների տեսքով են։ Իդեպ մրցույթն անցկացվում է ամեն տարի նույն օրն աշխարհի 50 երկրում, ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ։ Կենգուրուն ունի մի շատ կարևոր առանձնահատկություն, որ չի պահանջում հատուկ գիտելիքներ։ Եթե մյուս մրցույթներին մասնակցելու համար երեխաները պետք է օժտված լինեն հատուկ գիտելիքներով, որպեսզի կարողանան խնդիրները լուծել, այս մրցույթին կարող է մասնակցել ամեն ոք անկախ իր գիտելիքներից, բոլոր նրանք, ովքեր սիրում են մտածել և փորձում են մտածելով հաղթահարել որոշակի բարձունքներ։ Ի տարբերություն օլիմպիադաների, այս մրցույթի արդյունքները դա առաջին հերթին ուղղված են երեխաներին և բուն դպրոցներին, որպեսզի իրենք իրենց գնահատեն, եւ ամենակարևորը այս մրցույթում մասնակցությունն է, այլ ոչ այդքան հաղթանակը, եւ ամբողջ աշխարհում ինչի է վայելում այսպիսի մասսայականություն այս մրցույթը, որովհետեւ դա նաեւ, ասենք, տոն է երեխաների համար։ Մեր կրթական համակարգը թևափոխել է ընդհանուր եվրոպական կրթական դաշտ ինտեգրվելու մի մեծ գործընթաց եւ այն ամենը, ինչ որ իրականացում էր մեր դպրոցներում, համագործակցության հաշվին է, որ պետք է շտկվի